Փաստորաթերթը գրում է նոյեմբերի 19-ին կայանալիք վաղարշաբաթ խոշորացված համայնքի ավագան ընտրությունները չեն սահմանափակվելու միայն տեղական մակարդակով, դրանք կարող են դառնալ համապետական փոփոխությունների սկիզբ։ Այս մասին օրերս հայտարարել է Հայրենի կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կուսակցության վաղարշաբաթի գրասենյակի բացման արարողության ժամանակ։ Վանեցյանը նաև պաշտոնապես հայտարարել է, որ այդ ընտրություններին համայնքի ղեկավարի իրենց թեկնածուն բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է։ Նշենք, որ Խաչիկ Մանուկյանն ընդգծված ընդդիմադիր գործիչ է։ Նրա որդին Վաչագան Մանուկյանը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում։ Վերջին օրերին մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ իշխող ԿՊ-ի վիճակը վաղարշաբաթում չափազանց ծանր է։ Նախորդ համայնքապետ Դիանա Գասպարյանի վարչակազմը ձախողել է ԿՊ-ի բոլոր նախընտրական խոստումները, իսկ նրա եւ ընտանիքի անունը կապվում է լուրջ քրեական գործի հետ։ Այս հանգամանքները խնդրահարույց են դարձրել իշխող ուժի քվե ստանալու հնարավորությունները։ Սրան գումարած ԿՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանն էլ հակասական վերաբերմունքի արժանանում հասարակության շրջանում տեղացիները նրան չեն ներում, որ լինելով Արցախյան ազատամարտի հերոս Մեխակ Մեխակյանի որդին միացել է Փաշինյանի թիմին։ Մի խոսքով վաղարշաբաթի ընտրությունները խոստանում են դառնալ ոչ միայն ներհամայնքային պայքար, այլև համապետական նշանակության յուրատեսակ փորձադաշտ, որտեղ ընդդիմադիր ուժերը նպատակ ունեն իշխանությանը պարտության մատնել եւ արձանագրել նոր քաղաքական իրողությունների սկիզբ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ նշանակվեց Կարեն Անդրեասյանը, որը խայտառակ կերպով ազատվել էր սահմանադրական անկախություն ունեցող բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից։ Գեղիշե Կիրակոսյանին, Լիպարի Դրեմյանին փոխարինած Կարեն Անդրեասյանի այս նշանակումը հետաքրքրական մի քանի տեսանկյունից։ Խնդիրը ոչ միայն Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարումն է, որը Կիրակոսյանը հրաժարվեց անել, իսկ Անդրեասյանը կանի այլև այն, որ նա պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն։ Հիշեցնենք, որ մինչև անցած տարվա նոյեմբերը լինելով բարձրագույն դատական խորհրդի նախագահ, նա նախաձեռնել էր մի շարք դատավորների հեռացումներ։ Հեռացված դատավորները դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան վիճարկելով Անդրեասյանի քայլերի օրինականությունը։ Այժմ որպես միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հենց Կարեն Անդրեասյանը պետք է երկրի անունից ներկայացնի եւ պաշտպանի այդ նույն գործերի շրջանակում Հայաստանի դիրքորոշումը։ Այս հանգամանքը դիտարկվում է ոչ միայն իրավական, այլև էթիկական հարթությունում։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որտեղ նախկին պաշտոնյա ընդունած որոշումները, որոնք միջազգային ատյաններում առնվազն մասամբ ճանաչվել են ոչ իրավաչափ, նա ինքն է ներկայումս պարտավոր պաշտպանել։ Սա իրավական շրջանակում արդեն որակվում է շահերի բախում։ Դրմեյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ հարձակվել էր ՀՑԿ հանձնաժողովին կարծիք տալ, որ պետք է հեծի մասով կայացված արբիտրաժային որոշումը կատարել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարությունը ես եմ, ով ինձ հետ համաձայն չի կամ պետք է գնա կամ ես կհեռացնեմ։ Արդյունքում նա Դրեմյանին եւ եւս մի քանի աշխատակիցների հեռացրեց պաշտոնից։ Հրապարակ թերթը գրում է. գրել էինք, որ Էջմիածնի արցախցիներին նոյեմբերի 16-ի թիմ ընտրություններից առաջ իշխանության կողմը բերելու ակտիվ քայլեր են արվում։ Մեզ պատմեցին, որ ոչ նախկին համայնքապետը, ոչ էլ հատկապես ներկայիս տեղապահն առանձնապես ուշադիր չեն եղել տեղահանված արցախցիների նկատմամբ։ Այն դեպքում, երբ Էջմիածնում ըստ վիճակագրության արցախցիների ամենամեծ խումբն է բնակություն հաստատել, նախ որովհետև մայրաքաղաքին մոտ է, հետո էլ բնակարանների գներն են համեմատ էժան։ Միայն Էջմիածնում ոչ պաշտոնական հաշվարկով 3000-ից ավելի արցախցի կապ չհաշված մյուս համայնքները։ Նրանց մեծ մասն աշխատատեղի խնդիր ունի։ Միայն վերջին 3 շաբաթներին է տեղական իշխանությունը հիշել արցախցիներին։ Պատմեցին, որ համայնքապետարանի աշխատակիցներ են այցելում արցախցիներին, հարց ու փորձ անում, թե ինչ խնդիրներ ունեն։ Մի ընտանիքի գործազուրկ հորն աշխատանք են տեղավորել, մեկ ուրիշին են ինչ-որ բանով օգնել եւ անմիջապես զանգել կանչել թեկնածու հետ հանդիպման։ Համայնքապետի պաշտոնակատար եւ թեկնածու Արգիշտի Մեխակյանը բնակիչների հետ հանդիպման անվան տակ նախընտրական քարոզություն է արել, սակայն ընդամենը 80-ից 100 մարդ է մասնակցել եւ ԿՊ թեկնածուն կիսադատարկ դալիճում է անցկացրել հանդիպումը։ Նա լսել է բնակիչներին, խոստացել լուծել խնդիրները։ Ըստ իմ, օրենքի 6 ամիս առաջ տվյալ համայնքում ժամանակավոր կացություն հաստատած անձի կարող են քվեարկել այնպես, որ Արցախ բառը ջնջող իշխանությունն արցախցիների քվեների կարիքն ունի, ուստի նախընտրական հոգեվորսությամբ է զբաղված։
Հրապարակ թերթը գրում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունն իշխանափոխության գործնական ուղիների եւ դրանց շուրջ համախմբան օրակարգով լսումներ է հրավիրել սեպտեմբերի 26-ին։ Սերժ Սարգսյանի թիմակիցները ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու ճանապարհով, սակայն թիմում քննարկել եւ որոշել են, որ լսումների օրակարգը եւ գլխագիրը պետք են լայնել, քննարկումը չսահմանափակելով միայն իմպիչմենտի հարցով, այլ ներքաղաքական իրավիճակ հանգուցալուծման ճանապարհներ, որպեսզի խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների հետ հարաբերությունները չսրվեն։ Պատիվ ունեմ խմբակցությունում կարծում եմ, որ դեռ կա հնարավորություն Հայաստան խմբակցության հետ ընդհանուր հայտարարի գալու եւ պրոցեսները համատեղ իրագործելու, թե ինչ ընթացք կստանան լսումները եւ արդյոք գործընկերները կմասնակցեն դրան, դեռ պարզ չէ։ Լսումները նախաձեռնողները հրավիրելու են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, քաղաքասարակության մտավորականության ներկայացուցիչների հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող գործիչների։ Իրավունք թերթը գրում է հայտնի է, որ Նիկոլը արդեն ակտիվ նախապատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Գյումրի ու Փարաքարի ընտրությունները իր համար մեծ ահազանգ էին, որ ԿՊ-ի վիճակը լուրջ է։ Սոցիալական հարցումները նույնպես վկայում են, որ Նիկոլի վարկանիշը չի ձգում նույնիսկ 20%-ը։ Այս բարդ իրավիճակում Նիկոլը փորձում է լեզու գտնել օտարերկրյա գլխավոր խաղացողների հետ իր վերընտրությունը ապահովագրելու համար։ Սակայն այս դաշտում էլ Նիկոլի համար ամեն ինչ առավել քան խճճված է։ Օրեցօր փոխվող աշխարհակաղակական իրավիճակում հասկանալի չէ, թե 1 տարի անց ինչ է լինելու աշխարհում։ Այդ իսկ պատճառով Նիկոլը չգիտի ում հետ ինչ պայմանավորվի։ Նա իր բնավորության համաձայն փորձում է բավարարել բոլոր հիմնական խաղացողներին, եւ ռուսներին, եւ ամերիկացիներին, եւ եվրոպացիներին, եւ թուրքերին։ Ինչքանով դա նրան կհաջողվի հարց է։ Սակայն ռուսներին բավարարելու համար նա որոշել է զոհաբերել ռուսների աչքի գրող Ալեն Սիմոնյանին, որը միաժամանակ Հայաստանի ներսում ունի խիստ բացասական վարկանիշ։ Ալենի հետ կապված սկանդալների շարքը վերջերս համալրվեց մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներով, որտեղ Ալենը համեմատվում է ամերիկացի մանկապիղծ Էփշետյանի հետ։ Բացի այդ, Նիկոլը Ալենին համարում է գլոբալիստների կողմից վարչապետի հիմնական թեկնածու դիտվող ազնվորություն, որը գլոբալիստերի հաջողության դեպքում կարող է իրեն փոխարինել։ Ըստ Նիկոլի շրջապատի Ալենի հարցը այլևս լուծված է եւ նա չի լինելու ապագա ազգային ժողովի նախագահ Նիկոլի հաղթանակի դեպքում։ Այդ մասին արդեն իսկ Նիկոլը հավաստիացրել է ռուսներին, իսկ որպեսզի Ալենը շատ չթպրտա, Նիկոլը արկախված վիճակում է պահում Ալենի ամենամոտ հարազատների հետ առաջվող քրեական գործերը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է ազգային ժողովում արդեն 3.5 տարի շարունակված գործընթացը, որը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, այսօր փաստացի փակուղում է։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն 2023-ին արդեն Անդրանիկ Քոչարյանը պարտավոր էր ավարտել իր աշխատանքները եւ ներկայացնել եզրափակիչ զեկույցը։ Սակայն Քոչարյանն անտեսել է օրենքի սահմանած ժամկետները։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով նա ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ է ընթարվել, պահանջելով հնարավորինս շուտ շրջանառության մեջ դնել անձնաժողովի ամփոփիչ զեկույցը։ Սակայն ազգային ժողովի նախագահը հայտնել է, թե չի կարող շրջանցել կանոնակարգ օրենքը եւ շրջանառել 2 տարի ուշացած փաստաթուղթ։ Ըստ ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների, զեկույցում առկա են նաեւ գաղտնի հատվածներ, որոնք Քոչարյանը ներկայացնում է որպես ապագա աղմկահարույց բացահայտումների հիմք։ Նա նույնիսկ վստահեցնում է, թե հրապարակումից հետո սպասվում են ձերբակալություններ։ Հրապարակ թերթը գրում է հայտնի է Թորնիկը 3-րդ անգամ ընդունվել է մագիստրատուրա։ Հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով անցող ՎԿ Չալաբյանի դեմ ցուցմունք տված Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թորնիկ Ալիյանը 3-րդ անգամ է ընդունվել մագիստրատուրա։ Ագրարային էկոնոմիկա մասնագիտությամբ Թորնիկը նույն բուհի մագիստրատուրա ընդունվել էր նախ 2021 թվականին Պարենամթերքի տեխնոլոգիա, իսկ նախանցած տարի անասաբուժություն մասնագիտությամբ։ Թորնիկը երբևէ չի փայլել գիտելիքներով եւ կարծում է, որ նա հետագա 15 տարիներին եւս ագրարայինի մագիստրատուրայում գործում է 18 կրթական ծրագիր չի ընդունվի։ Իրականում այս ամենի նպատակը շատ պարզ է։ Իշխանությունն ու բուհի ղեկավարությունն ամեն ինչ անում են, որ Թորնիկը շարունակի ուսանողի կարգավիճակում մնալ, որ պահպանի նաեւ ուսխորհրդի նախագահի պաշտոնը, մանավանդ արշեվում խորհրդարանական ընտրություններին։ Հրապարակ թերթը գրում է շաբաթ օրը Prime Hall ռեստորանում կայացել է Փյունիկ հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանին որդու հարսանիքը մեծ թվով սփյուռքահայերեն ժամանել Մերձավոր Արևելքից հարսանիքին մասնակցելու հարսացուն եւս Սիրիայի է։ Բավականին մարդաշատ ու ճոխ հարսանիք է եղել, որին մասնակցել են մեծ թվով նախկին պաշտոնյաներ, որոնց հետ Ջեմբերջյանը շանակում է մտերմություն պայել։ Ներկա եղել նաեւ Աննա Հակոբյանի Իմ Քայլի հիմնադրամի փոխտնօրենը Թալին Թոբալակյանը, որը նույնպես սնունդով Սիրիայից է։ Չնայած Ջեմբերջյանի
կառավարման մեղադրանք կա հարուցված եւ նրան անգամ փորձում էին կալանավորել, սակայն նա ջերմ հարաբերություններ է պահում եւ իշխանությունների, եւ ընդդիմության, եւ եկեղեցու հետ, եւ պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում իշխանական ձեռնարկներին Աննա Հակոբյանի հիմնադրամին։